Պարոն Շահվերդյան, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կառավարությանը պահանջներ է ներկայացրել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի վերաբերյալ։ Ինչ առաջարկներ է ներկայացրել խորհուրդը, պարոն Շահվերդյան, եւ ինչպիսի արձագանք է ստացել այդ առաջարկները։ Ես կուզեի ընդգծել, որ Արցախահայության վերջին քաղաքացիական ակտիվությունը 4 խնդիր է իր առջև դրած եղել։ Մեկը արցախցիների վերադարձի իրավունքի ապահովումը հայրենիք, երկրորդը մինչև արցախցիների վերադարձի իրավունքի ապահովումը արժանավայել ապրելու հնարավորությունների ընձեռնումն է Արցախահայության համար։ Երրորդը եղել է ռազմագերիների ազատ արձակման հայրենադարձության ուղղությամբ տեսանելի էական քայլերի ձեռնարկում, իսկ չորրորդը մշակութային ժառանգության պահպանության բնագավառում տեսանելի քայլերի ձեռնարկում ևս։ Մենք հիմա խոսենք բնականաբար վերջին մեր չորրորդ պահանջների վերաբերյալ։ Ուրեմն մենք գիտենք բոլորս, թե ինչ իրավիճակում են հայտնվել մշակութային ժառանգությունը Արցախահայության տեղահանությունից հետո ու որպես պահանջներ Հայաստանի իշխանություններից ըստ էության հիմնական պահանջը այն է, որ գործում տեսանելի միջոցներ ձեռնարկվեն այդ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ։ Մենք մշակել ենք իհարկե մանրամասն առաջարկներ, որոնք վստահ եմ, որ շատ շուտով հույս ունեմ կսկսեն քննարկվել հատուկ այդ ուղղությամբ ստեղծված աշխատանքային խմբի հետ։ Մեր առաջարկները հիմնված են կառավարության այն որոշման վրա, որը կայացվել էր 23 թվականի նոյեմբերին, երբ որ ընդունվել է Հայաստանի Հանրապետության մշակութային բնագավառում ռազմավարության ծրագիրը։ Հենց այդ ռազմավարության ծրագիրը փաստացի ասում է այն ամենը, ինչ որ պետք է արվի Հայաստանի Հանրապետության կողմից։ Առարկայական որ խնդրեմ, կարող եք ներկայացնել, հա, այդ աշխատանքների Անշուշտ, էությունը։ անշուշտ, բնականաբար առարկայական խոսակցությունը հետևյալի շուրջն է լինելու։ Կառավարության այդ ռազմավարությունը ենթադրում է, որ գործում միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային հարթակներում Արցախահայության մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ։ Այդ ռազմավարությունը ենթադրում է, որ գործում միջոցներ պետք է ձեռնարկվեն իրականացնելու համար Արցախի մշակութային ժառանգության հաշվառումը ու շտեմարանների ստեղծումը։ Շատ կարևորում ենք մենք ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղված միջոցները։ Իհարկե լավագույն ձևը կլիներ Արցախահայության կոմպակտ բնակեցումը Հայաստանում, քանի որ այդ գործընթացը տեսանելի չի ու որևէ հավանականություն չկա, որ կարող ենք դրան հասնել։ Մենք ունենք առաջարկներ այս ուղղությամբ, նաև այդ առաջարկությունները նկատի ունեն շտեմարանների ստեղծումը, այսինքն մշակութային ժառանգության այդ հատվածը, օրինակ մեր կատարողական արվեստի ստեղծված արդյունքը մենք ունենք 12 կատարողական արվեստի խմբեր, որոնց ստեղծված արդյունքը փաստացի անհետանում է, որովհետև անհետանում են սոցիալական կայքերը մեր, որտեղ պարունակվում է, պահպանվում է այդ արդյունքը, որովհետև Ադրբեջանի իրականացվող քաղաքականության շնորհիվ նաև վիրտուալ հարթակից անհետանում է այդ արդյունքը, դա մեր երգերն են, պարերն են, թատրոնի կատարված արդյունքն է, ու մենք ունենք հստակ պահանջ այդ արդյունքի հաշվառման, պահպանման եւ հանրահռչակման ուղղությամբ։ Մենք նաև ինչպես հիշատակեցի 12 պետական համույթ ունեինք, որոնք փաստացի ստիպված էին դադարեցնել իրենց գործունեությունը Հայաստանում ֆինանսավորման բացակայության պատճառով։ Մենք
բայց այդ բոլոր մեր համույթները տասնյակ տարիների, իսկ թատրոնը շուրջ 90 տարվա գործունեություն ունի ու ընդհատվել է փաստացի այդ գործունեությունը շարունակելու հնարավորությունը։ Այստեղ մեր պահանջն այդ ուղղությամբ, որ ուղղակի կամ անուղղակի հովանավորվի այդ կոլեկտիվների գործունեության վերսկսումը, որը հիմա փաստորեն թողնված է տարբեր հիմնադրամների հասարակության հոգացության վրա ու շատերը դադարեցրել են գործունեությունը։ Եթե մենք խոսելու լինենք նյութական մշակութային ժառանգության մասին, ապա մենք փաստացի Հայաստանի Հանրապետությունը չունի Արցախի բռնազավթված տարածքներում հուշարձանների մշակույթի եւ պատմության հուշարձանների միասնական շտեմարան ու որևէ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում այդ շտեմարանի ձևավորմանը։ Մենք ունենք շուրջ 30 թանգարանային հավաքածու, որոնք կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ, որոնց ճակատագիրը անհայտ է, որոնց մի մասը մենք տեսնում ենք սոցիալական կայքերից, որ արդեն ոչնչացվել են, մի մասի ճակատագիրը անհայտ է ու ցավոք սրտի մենք չունենք նաև այդ մշակութային ժառանգության այդ հատվածի վերաբերյալ որևէ ձևավորված շտեմարան ու չենք տեսնում, որ այդ շտեմարանի ձևավորման ուղղությամբ որևէ գործունեություն է ծավալվում։ Մենք կարող ենք հիշեցնել, որ 22 թվականի աշնանը Շուշի 7 մշակութային հավաքածուների կատալոգների վերստեղծումը իրականացրեցինք Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի միջոցով։ Այսօր օրինակ մեր կազմակերպությունը Նիդերլանդների դեսպանության ջանքերով ֆինանսավորմամբ վերստեղծում է մյուս 4 կատալոգները, 4 թանգարանների կատալոգները, սակայն պետական քաղաքականություն այդ ուղղությամբ մենք չենք տեսնում։ Մենք ունենք, որ շատ ակտիվացել է, շատ ակտուալ է դարձել վերջին շրջանում Արցախի մոնումենտալ արվեստի գործերի կորստի մեծ վտանգ։ Դա կապված է հիմնականում նրա հետ, որ այդ հավաքածուները, այդ կատարողական մոնումենտալ արվեստի գործերը հիմնականում Ստեփանակերտում էին կենտրոնացված, իսկ Ստեփանակերտը Արցախի մայրաքաղաքը շատ արագ ոչնչացվում է նաև այն մոնումենտալ արվեստի արձանները, որոնք ունեինք Ստեփանակերտում եւ որոնք Ստեփանակերտի քաղաքային միջավայրի մաս էին կազմում։ Մենք չենք խոսում այլևս դրանց պահպանության ուղղությամբ, բայց խոսում ենք դրանց մասին հիշողության պահպանության մասին։ Գոնե մենք պետք է ունենանք քանի մոնումենտալ արվեստի կոթողը կար Ստեփանակերտում, քանիս ոչնչացվել են, դրանց հեղինակների մասին տեղեկություններ եւ այլն։ Դրա հավաքագրումը եւս թողնված է ինչ-որ հասարակական կազմակերպությունների հնարավորությունների վրա, որ այն դեպքում, երբ որ դա պետության թիվ 1 ֆունկցիաներից մեկն է։ Նայեք, ես հասկանում եմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ պետական քաղաքականությունը այսօր նպաստավոր չի այդ գործունեության համար, բայց ես վստահ եմ, որ մշակույթի նախարարության մեր գործընկերները շատ լավ գիտակցում են, որ պետական քաղաքականությունը մի օր կարող է փոխվի, իսկ մի օր հարց կծագի, բա ինչ է արվել այս ժամանակաշրջանում, գոնե ոչ հրապարակային։ Այսինքն, այսպես ռուսերեն կոչվում է домашнее задание, տնային աշխատանքը կատարվում է, թե չի կատարվում։ Փաստացի մենք չենք տեսնում, որ դա կատարվում է ու մեր պահանջները հենց այդ բնագավառին վերաբերող հենց դա է, որ կատարվեն քայլեր, որոնք հետո արդեն չենք կարողանալու իրականացնել, որովհետև թե հիշողության ինստիտուցիոնալ հիշողության կրողներն են արտագաղթում, եւ թե մեռնում են մարդիկ, եւ թե տեսա եւ ֆոտո
նյութերն է սկսում բացակայել, այդ ամենը շատ դժվար է լինելու իրականացնել, եթե ոչ անհնարին, եթե մենք կորցնենք ժամանակ։ Պարոն Շահվերդյան, ես ճիշտ հասկացա, որ այդ պահանջները ներկայացվել են կառավարությունից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ինչքան ժամանակ է, որ առաջարկները ներկայացվել են և ի վերջո կա արձագանք այդ հաստատությունից, որևէ տեսակի հանդիպում փորձել են ունենալ, լսել են ձեր պահանջները հենց բանավոր և ոչ թե միայն գրավոր տարբերակով կարդացել, մի կողմ թողել և անարձագանք։ Մենք մեր պատվիրակները գիտեք արդեն լրատվական միջոցների հրապարակումներից բարբերաբար հանդիպումներ են ունեցել եւ ունենում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի Տրագրասենյակի հետ, իր գրասենյակի աշխատակիցների հետ ու մենք հերթականությամբ սկսած առաջին մեր պահանջներից մինչև վերջինը հերթականությամբ ներկայացնում ենք մեր պահանջները։ Ինչ վերաբերում մշակութային ժառանգության վերաբերյալ պահանջներին, դա ինստիտուցիոնալ ձևով դերմշակման ընթացքին է, բայց մենք ունենք վստահեցում կառավարությունից, որ մենք համատեղ կսկսենք քննարկել այդ հարցերի շրջանակը։ Դեռ որևէ քննարկում տեղի չի ունեցել այդ ուղղությամբ մենք նաև այս պահին ձևավորում ենք աշխատանքային աշխատանքային խմբերի ձևավորման ընթացքի մեջ ենք, որոնք պետք է հենց այս հարցերով զբաղվեն նաև։ Այս պահին ես որևէ արդյունքի մասին չեմ կարող խոսել, վստահ եմ, որ շատ կարճ ժամանակից հետո մենք առիթ կունենանք խոսելու ինչքանով է արդյունավետ եղել կամ ընդհանում համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ։ Ըստ էության դուք ասացիք, որ պետական քաղաքականություն չկա Արցախի մշակութային ժառանգությունը պաշտպանելու ուղղությամբ, ովքեր են ներգրավված այդուհանդերձ հասարակական կազմակերպություններին հղում արեցիք, հայկական շրջանակներից, ովքեր են գոնե ինչ-որ գործողություններ անում, ինչ-որ հայտարարություններով հանդես գալիս, կամ գուցե Սփյուռքն է ներգրավված այդ գործընթացում եւ դա բավարար է, որպեսզի Ադրբեջանին կարողանան զսպեն, թե այստեղ իսկապես անշուշտ պետք է նաև կառավարության ջանքեր այս գործում։ Տեսեք, շատ կարևոր հարց տվեցիք դուք, այս ուղղությամբ Արցախի մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ցավոք սրտի զբաղվում են միայն հասարակական կազմակերպություններ եւ որոշ անհատ անձինք։ Դա անընդունելի իրավիճակ է, որովհետև այդ գործունեությունը զուտ պետական համակարգի ֆունկցիոնալ պարտականություններն են։ Ցավոք դա մնացել է միայն գոնե մենք չենք տեսնում պետական համակարգի adekvat համաչափ ներգրավվածություն այս գործունեության մեջ, որը շատ տխուր է, որովհետև մենք պիտի հասկանանք, որ քաղաքականությունները փոխվում են, մշակութային ժառանգությունը դա այն մասն է մեր ինքնության, որը միշտ պահպանման կարոտ տեսնում կարիք ունի անկախ ընթացիկ պետական քաղաքականությունից։ Ու ես ասացի, որ արդեն 23 թվականի նոյեմբերին ընդունվել է կարծես թե կառավարության կողմից համապատասխան փաստաթուղթ այդ ուղղությամբ, բայց այդ փաստաթղթի ոչ մի դրույթ տեսանելի դաշտում չի իրականացվում։ Գոնե մենք մարդիկ, որոնք շատ ակտիվ ներգրավված են մշակութային ժառանգության պահպանության գործում, դա չենք տեսնում։ Վստահաբար որևէ ուրիշներ եւս չեն կարող տեսնել ավելի, քան թե մենք։ Եվ բնականաբար, քանի դեռ պետության արձագանք չկա, այստեղ նաև միջազգային հանրությունը կարծես թե որևէ այլ գործիքակազմ անձամբ չի կիրառի, որովհետև Հայաստանի կառավարությունն է այս ամենի շահառուն եւ նա առաջինը պետք է այդ հարցը բարձրաձայնի նաև միջազգային հարթակներում։ Նայեք, բնականաբար հասարակությունը, հասարակական կազմակերպությունը անընդհատ օրակարգի մեջ են փորձում պահել մշակութային ժառանգության
պահպանության խնդիրները, անընդհատ հասարակության քաղաքական ուժերի ազդեցության տակ որոշ մենք տեսնում ենք որոշակի միջազգային արձագանքներ եւս այդ ուղղությամբ որոշ եվրոպական երկրների խորհրդարանների բանաձևեր եւ այլն, բայց այդ գործունեության ինչպես ասեմ հիմնական հասցեատերը, ով պիտի դա անի, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Իմիջիայլոց պետք է ընդգծել, որ նախքան տեղահանությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների բավականին ակտիվ միջազգային արտակներում այս Արցախյան հարցի այս երեսի մասին բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, սակայն այդ գործունեությունը իսպար գոնե տեսանելի դաշտում բացակայում է տեղահանությունից հետո, որը ինքնին ճիշտ հակառակը պիտի լիներ, որովհետև Արցախայցյան բռնի տեղահանությունից հետո ամբողջ Արցախի մշակութային ժառանգությունն է վտանգվել։ Եթե այն ժամանակ միայն օկուպացված տարածքների մասին էր խոսքը, հիմա ամբողջ Արցախն է, Արցախի մշակութային ժառանգությունն է վտանգի տակ։ Մենք չտեսանք այդ ակտիվությունը ու մենք հորդորում ենք անընդհատ մեր գործունեությամբ անընդհատ հորդորում ենք Հայաստանի իշխանություններին, պատկան մարմիններին, որ ավելացնեն, բարձրացնեն, ավելի ակտիվ լինեն գործունեության մեջ։ Նաև բավականին խնդրո առարկա է նաև մի քիչ, ինչ ասեմ, պրոֆիլային կազմակերպությունների ICOM Armenia, ICOMOS Armenia, Բլիշրոդոս Արմենիա այդ միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակները բավականին պասիվ են այդ ուղղությամբ։ Մենք չենք տեսնում նաև ոչ մի հայտարարություններ այդ կազմակերպությունների անունից ըստ երևույթի այդ պասիվությունը նաև պայմանավորված է պետական քաղաքականության հետ։ Պարոն Շավերդյան, իսկ եթե միջազգային ատյաններից, դատական ատյաններից նաև հետ կանչվեն Հայաստանի կողմից ներկայացված հայցերը ընդդեմ Ադրբեջանի, սա եւս մեկ անգամ ստացվում է, որ վնասելու է այն մշակութային ժառանգությանը, որը այս պահին դեռ կա օկուպացված Արցախի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում։ Ես ինչ կարող եմ ասել հայցերից հրաժարման Հայաստանի հրաժարման մասին, դա կլինի մեր բոլոր իրավունքների Արցախայության, թե սեփականության իրավունքների, թե մշակութային ժառանգության իրավունքների, թե վերադարձի իրավունքի եւ այլը, բոլոր իրավունքների մեծ հարված կլինի, որովհետեւ նայեք, մենք Արցախի բնակչությունը վստահություն ունի, որ արցախցիների իրավունքները պաշտպանված են այն հայցերով, որոնք գոյություն ունին միջազգային ատյաններում։ Ու ըստ այդմ արցախցիները վստահություն ունեին, որ իրենց իրավունքների պաշտպանությունը վստահված է իրավական համակարգին ու իրավական համակարգին ուղղակի դիմումները Արցախայցյան շատ քիչ են, որովհետև վստահություն կա, որ ունենք համապատասխան Հայաստանի Հանրապետության կողմից մեր իրավունքների պաշտպանության ուղղված հայցեր։ Հայցերից հրաժարումը ոչ միայն բոլոր իրավունքներից մեզ կարող է զրկել ու հավանական կզրկի ու շատ կդժվարացնի մեր իրավունքների պաշտպանությունը, այլ նաև շատ մեծ հարված կլինի մշակութային ժառանգության պահպանության առումով։ Իհարկե, այդպես չի, որ մենք շատ էլ ազդում են միջազգային ատյանների որոշումները Ադրբեջանի գործողությունների վրա գետնին Ադրբեջանի գործողությունների վրա, բայց այնուամենայնիվ դա այն իրավական հարթակն է, այն իրավական մասն է, որը մեզ տալիս է հնարավորություն շարունակել մեր պայքարը։